Այսօր առավոտը զարթնեցի, ասի այսօր ինչ անենք, ասի երեխեքին կնոջս դիմեցի, ասի եկեք գնանք այսօր եկեղեցի։ Որ եկեղեցի գնանք, ասի գնանք Սուրբ Կարապետ, ես Վեդիից եմ, մեր մոտ կարախաչ ենք ասում, լանջանիստ, չէ, լուսաշողի մոտակայքում է Սուրբ Կարապետ եկեղեցի։ Ասի գնանք Սուրբ Կարապետ եկեղեցի։ ChatGPT-ով գրեցի բանը, այսօր ժամերկություն բան կա, ChatGPT-ին ասեց սարերի մեջ ոնց որ տենց մոռացված եկեղեցի է դժվար տենց մի բան լինի։ Լավ ասեց եկեք հավաքվենք, տենց ընտանիքով հավաքվեցինք։ Լցվեցինք ավտոն, գնացինք Սուրբ Կարապետ եկեղեցի։ Ու ճամփին մտածում եմ էլի, լավ ասում եմ, այնուամենայնիվ ճիշտ ենք անում։ Հորեղբայրս ասում էր գնանք Խորվիրապ, ես ասացի չէ, Սուրբ Կարապետ գնանք։ Մի խոսքով։ Հասնում ենք Սուրբ Կարապետ, վերանորոգման աշխատանքներ են, տրաֆարետները դրած է, փագա, որ այստեղ չի կարելի, մարդիկ մուտք չի կարելի։ Մոմ եք ուզում վառեք, այնտեղ խաչքարեր կան, մոտեցեք խաչքարի մոտ վառեք, բայց եկեղեցու տարածք վերանորոգման տակ այ մարդ։ Խաչը հանած է եկեղեցու վրայից։ Գմբեթը վերևից էս մի հատված չկա։ Վերանորոգում են անում, կողքի շինությունը բան։ Ասում լավ, այսօր հանգստյան օր է, այսօր էլ են աշխատում։ Ասում թե հերվից կարող եք նայել, բայց մի մոտեցեք։ Այդ եկա այդ նշանի անցա, խախտեցի այդ նշանը, որ գրած է մարդ չմտնի, ես մտա։ Հա, ու իմ նավարին էլ հետս մտցրի, ասի մտանք։ Հիմա լսեք։ Երկու հոգի են աշխատում արեստավոր, բարև ձեզ, ասի ես խո ձեզ չեմ քանգարում ստեղ, ասես չէ։ Ասես այստեղ հերվով կանցնենք, էլի։ Հիմա շինարարություն, սա քաղաքը շինարարություն է։ Սա քաղաքը չեն բանարը։ Տարհան է, էվակուաց։ Շինարարություն իր հերթին է գնում, որոշակի հեռավորությամբ էլ մարդիկ գնում գալիս։ Ասեցի այստեղ ոչ չեն քանգարում, բա չէ։ Ասես նույնիսկ այն կողմի վրա աշխատանք չեն քանում։ Եթե տեսեք դուռը բաց է եկեղեցու, կարող եք մտնել։ Եկեղեցու կողքերը նայեցին, բանման հեն բուն եկեղեցու վրա այդ այն աշխատանք չկա, կցակառույցի վրա երկու հոգով գործ են անում։ Գնացի տեսա դուռը բաց։ Եկա ժողովրդին ասի եկեք մտնենք։ Մտանք եկեղեցի, մոմերը վառեցինք։ Մարդ չկա եկեղեցու, մենակ մենք ենք։ Մեքեների մարդիկ եկան։ Մի տղա է իմ տարիքին մոտավորապես։ Իր 3 երեխաների հետ, երևի թե երեխաներն էին, 2 տղա, մի աղջիկ։ 10-11 տարեկան երեխաներ մոտավորապես։ Եկավ սա ջինսով, մայկով, եկավ այսպես կանգնեց խորանի առաջ, թեքվեց մեզ բա, որ ժամերգություն անենք հո չեք նեղանա, ասենք չէ իհարկե, ձեզ չենք խանգարի, ասենք չէ, ու սկսեց ժամերգություն անել այս տղան, ջինսով բանով, ժողովուրդ երգում է, աղոթում է, մի ինչ աուրա, ինչ հոգեկան մթնոլորտ, ասում ես երևի եկեղեցական է, որոշել են այս օրերին, որ այդ սարում էլ չէ պիտի ժամերգություն լինի, Կիրակի օրով, պիտի ժամերգություն լինի։ Ինչ որ երևի թե տես մի բանը, չգիտեմ, չեմ հասկանում։ Ինքը մորուքով է մի թեթևս, շատ թույլ մորուքով է, կարճ կոնկրետ կտրած սենց մազերը։ Չեմ հասկանում։ Երևի մի 20 րոպե ավել տևես 15-20 րոպե կամ ավել։ Երեխաներն էլ հետն են երգում, այդ ժամերգության իր երեխաներն են մասնակցում։ Ոնց որ եկեղեցական ժամերգություն, բայց ջինսով։ Հետո այս տղան այն վերջի հատվածները արդեն ծնկի եկած է, բայց ես չեմ հիշում, էլի ծնկի եկած, ախր տերտերները ոնց որ ծնկի չեն գալի։ Ծնկի եկած է, հետո իր երեխաներն են իր այդ ծնկի իշնում բան։ Ավարտեց, մի խոսքով դա մի խիստ հոգևոր, մի արարողություն եղավ, որպեսզի երևի այդպեսին ես եկեղեցում չէի տեսել, ահա այդ աստիճան ինձ համար ազդեցիկ էր։ Ու այդ ընթացքում էլի մարդիկ են մտնում եկեղեցի, այդ ռեմոնտի տակ կանգնած, խաչը հանած եկեղեցի, մարդիկ են մտնում, ու այս տղան երգում է, աղոթում է։ Ու այվ ավարտվեց, մի խոսքով ուզում էր դուրս գար, մեկ էլ մի մարդ մոտեցավ աղը ձեռքին, բա Տեր հայր, մատաղի համար ես աղը բերել եմ, ասեց ես Տեր հայր չեմ, ասեց ոնց Տեր հայր չես, ասեց ես Տեր հայր չեմ, մարդ էր, հավատացյալ քրիստոնյա մարդ, Տեր հայր չէր, ասեց բա ես ուզում էի աղս ում օրհնել տամ,
ասեց ես չգիտեմ աղը ոնց են օրհնում, բայց մենք որպես քրիստոնյա սնունդը օրհնությամբ ենք ընդունում։ Ես կարամ ասեմ ինչ կարգով ենք սնունդի օրհնությունը բանը, ինչպես է դա տեղի ունենում, ու մի կարճ, շատ կարճ աղոթք արեց, սննդի օրհնության աղոթք արեց, երեխեք էլի sense կողքը հավաքված, մի թեթև էսպես աղոթք արին այդ աղի վրա ու գնացին։ Ես մարդը sense աղը բռնե կանգնել ասում է ես ստեղ եմ կնքվես եկեղեցում, իմ անունը ստեղ եմ դրել այդ գյուղից է։ Ասինքն դե լավ սրանից են կողմել ինչ պետք է լինի որ դու այդ աղը օրհնված համարես, մաղ աղը ընդունելի լինի։ Ու այս մարդը գնաց։ Այս մատաղի աղը բերած մարդն էլ դուրս եկավ, մենք էլ դուրս եկանք։ Ու ահա փակ եկեղեցում վերանորոգման տակ կանգնած տեղի ունեց այդ սարերում կորած, ինչպես ժամանակին խոսացրել ես Գարեգինը, այդ եկեղեցուն ժամերգություն տեղի ունեցավ։ Ու ես առավոտվանից վեր եմ կացել, չգիտեմ, գնամ, չգնամ, սենց, այդ սաղ մի շարանը սենց ես դեպքերի իրադարձությունների կապում եմ իրար հետ, ու գալիս եմ գիտեք են հետևության, որ սա կարելի է հրաշքի վերագրել, որ եթե դու սրտանց գնում ես, դու դեպի Աստված շարժ ես անում, քայլ ես անում, այն Աբրահամին ոնց է, որ գնում է զոհ մատուցի, հա, ասում է ընդեղ զոհդ էլ ընդեղ կլինի, կարծեմ Աբրահամինն է, զոհդ էլ ընդեղ է ասում, արխային գնա։ Մեր դեպքում գնում էինք, չգիտեինք, փակ էր, մտանք ներս։ Ու ոնց որ սաղ տվեց։ Սա կարելի էր սենց վերագրել, բայց ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Սա մարդու կամք էր։ Սա դեպի եկեղեցի գնալու մարդու կամքն էր, ու մեկ ուրիշի կամքը, ով թեև այդտեղ քահանա չկար, տերհայր չկար, բայց ինքը կամք ուներ ժամերգություն անելու։ Ու իրան մեկ էր ընդեղ խաչ կա այդ եկեղեցու վրա, թե չկա։ Իրան մեկ էր ընդեղ տերտեր կա, թե չկա։ Ինքը իր ժամերգությունը որպես քրիստոնյա արեց ու դուրս եկավ։ Սա մարդու կամք էր։ Ընդամենը կամք, մարդը դա ուզում էր աներ ու դա արեց։ Ես ուզում էի գնա եկեղեցի ու գնացի, ես ուզում էի մտնել եկեղեցի ու ես մտա, ես ուզում էի իմ ընտանիքը մտնի ու իմ ընտանիքը մտավ, դա մարդու կամք էր, ու ես ամփոփիչ ուզում եմ դրանով դիմեմ ձեզ, ժողովուրդ անկախ նրան մեր սրբազանները կլինեն դատապարտված, բանտարկված, մեր եկեղեցին կլինի այլանդակված, չգիտեմ, թե իշխանությունների կողմից, թե եկեղեցական գործիչների կողմից, ոչինչ էական չի։ Դու կամք ունես երկիր ունենալու, հավատ ունենալու, ինքնություն ունենալու կամք ունես, ահա թե ինչա որոշելու մեր գոյությունն ու մեր ապագան։ Այսքան բան։ Կներեք, ես կեսգիշերն անց ձեզ անհանգստացնելու համար, շնորհակալ եմ ուշադրության համար, բարի գիշեր ձեզ, մի շնորհ հանդիպում, թեմայի մեջ եմ, ուշադիր հետևում եմ, ոչինչ գրեթե ոչինչ աչքիցս չի վրիպում, կարող եմ սխալվել, բայց չեմ ստի, ոնց որ Սևակն է ասել, կամ սիրել եմ, կամ ատել եմ, բայց չեմ ստել։ Ովքեր էլ ինձ կասեն դու ժամանակի Նիկոլին համար սենց ես ասել, ես բոլորի համար ճիշտ խոդերում, ճիշտ քայլերում ասել եմ ճիշտ են ասում։ Սուտն ու սխալներ ասել եմ բոլորի համար, որովհետև ես այդ բոլորից վերև կանգնած մեկն եմ։ Հարգելի հպատակ ժողովուրդ, նրանք ովքեր հպատակ են, եթե ձեզ համար Սերժով, Քոչով, Նիկոլով պրծնում է, ես դրանցից վերև եմ, ու որպես դրանցից վերև միշտ ասել եմ, թե իմ կարծիքով, իմ դիրքից, ով է ճիշտ, ով է մանիպուլացնում, ով է սուտ ասում, ով է պղծում, ով է օրհնում, ով է սրբագործում, միշտ այդպես էլ ասել եմ, ու էլի այդպես է մնալու, ոչինչ չի փոխվելու։ Կամք ունենք մենք այդ կամքը երկիր ունենալու, ազատ ապրելու, իշխանություն լինելու, ունենք
Ուրեմն առաջ։ Թերևս այսքանը։ Շնորհակալություն կրկին անգամ, կներեք կրկին անգամ այս ուշ ժամին ձեզ անհանգստացնելու համար։ Բարի գիշեր ձեզ ամենալավ բաները։ Բարի գիշեր ձեզ։ Աստված մեր հետ։